որտեղ մարդիկ բողոքում են, որ գրում են կոպեկ են անում, մի բան առնում են, բերում են դնում, մի ամիս հետո վառվում է կամ փչանում է շարքից դուրս է գալիս, ամենատեպս այդպիսի տասնյակ դեպքեր են տեղի ունեցել, որ անձամբ ինձ են ասել մարդիկ, հիմա ես փորձաքննություն չեմ արել, ճիշտ է, բայց այնուամենայնիվ 1, 2, 3, 4, 5, որ մարդկանց բողոքը կրկնվում է, շապմա ինչ որ մի բան կա դրա հիմքում։ Հիմա մենք էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված կարողանում ենք կամ կարողանալու ենք ինչ որ մի բան անենք, որ այդ լարվածությունը մարդկանց սպառողական լեգիտիմ պահանջը ինչ որ ձևով հասցեագրենք։ Անշուշտ, պարոն վարչապետ, տեսեք, վիճակագրությունը վկայակոչեմ, պաշտոնական վիճակագրությունը։ Օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին համեմատած անցյալ տարվա նույն ամիսների հետ, որովհետև այս ոլորտում ճիշտ է նախորդ տարվա նույն ամիսների հետ համատականը, ոչ թե նախորդ ամիսների, ուրեմն հոսանքազրկումների միջին տևողությունը նվազել է 27%-ով, դա գրեթե 1/3, 1/4 չափն է, իսկ քանակը, ինտենսիվությունը նվազել է 18%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ հերթապահ խմբերը, տեսուչները, մանցորները, բոլոր մասնագետները իրեն գիտեն, որ վերադասության կարգով մինչև առաջնային ուղիղ կոնտակտ ունի մեր քաղաքացու հետ, մենք հետևողականորեն յուրաքանչյուր անջատման փաստի հետևից գնում ենք։ Եվ դա ես քննարկման առարկայում դարձնում յուրաքանչյուր շաբաթ կամ երկշաբաթ մեկ ցանցերի պետերի մասնավոր տնօրենների հետ մեր աշխատանքային քննարկումներին, եւ իրենք արդեն իսկ գիտեն, որ նաեւ լինելով քաղաքական անձ ինքս ուղիղ կապ եմ պահում ցանկացած քաղաքացու հետ։ Իմ պաշտոնական էջերին, հեցի պաշտոնական մեյլերին չկա մի գրություն, բողոք, նամակ, որ մենք չանդրադառնանք։ Դենձել են գրում, ես ձեզ վերահասցնում եմ, միջալոց այս վերջերս մի քանի նամակ պատասխան քաղաքացիները ուղարկել էին արագ-արձագանքի համար շնորհակալություն հայտնելով, ես էլ ձեզ եմ վերահասցրել, որ նաև արձագանքը տեսնեք, նաև կոնկրետ մարդիկ են գնացել այդ գործը արել, ոչ ես եմ արել, ոչ դուք, եւ այդ մարդկանց է շնորհակալություն հայտնեք, որ արագ արձագանքում են, որովհետեւ հանձնարարական, բայց հանձնարարականը պետք է լինեն մարդիկ, ովքեր պատշաճ ժամանակում եւ պատշաճ որակով եւ պատշաճ ձևով ի կատարած են, այնպես որ այդ բոլոր մարդկանց շնորհակալ եմ եւ այս խնդիրը իհարկե պետքա լուծվի եւ իմ խնդրանքն է որ հատուկ ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ ասում եմ պատմությունը սկսել է, այս ամբողջ պատմությունը սկսել է դրանից։